ճիշտ եմ, Շունիկը նախկին ավականիում Բալասանյան դաշինքի անդամ է եղել, որը ԿՊ-ի հետ Չէ, ինքը չի եղել։ Չի եղել։ Ինքը չի եղել, չէ։ Ինքը չի եղել։ Կարեն Բադալյան ինքը չի եղել։ Չէ, աշխատակազմը ղեկավարը։ Ազգակցական կապ ունի Ուրեմն դուք կարող եք հիմա գնահատական տալ, որ հանգիստ է տարվել։ Հանգիստ է այդ ամեն ինչ արվել։ Դուք տեղյակ եք ինչ է կատարվել, խոսել ենք Կարենի հետ, հասկացել ենք ինչ է կատարվել։ Դուք բոլորդ էլ լավ հասկանում եք, որ Գյումրի քաղաքը փոքր քաղաք է ու այդ քաղաքի մեջ այդ տղան պիտի շարունակի ապրել։ Ու այսօրվա դրությամբ այս ամբողջ լրատվական դաշտը, ամբողջ երկիրը խոսում է այն մասին, որ ավագանու անդամ կամ մանդատ են կողանում Գյումրի քաղաքում ու այդ մարդը Գյումրի քաղաքում պիտի շարունակի ապրել, չէ։ Այդ մարդը հենց այնպես վերցնի ու որոշի, որ ինքը պիտի դառնա ամբողջ քաղաքով մեկ թիրախ, այդ մարդու վրա պիտի կպնի դավաճանի պիտակ, այդ մարդուն, այսինքն ես չգիտեմ, այս պայթերությամբ ասում եմ այն, ինչ որ մարդու հետ չենք խոսում։ Տեղեկություններ ունեք, սպառնացել են, ինչ են արել։ Ժողովուրդ ջան, ես այս պայթերությամբ կոնկրետ չեմ կարող ասել, թե ինչն է պատճառը, ընդամենը կարող ենք հետևություն անել այս ամեն ինչից, որ սա ուղղակի դե ոչ չենք կարող մարդուն գտնենք, որ հասկանանք ինչ է եղել, ես չգիտեմ ինչ է, ամսի 23-ից ինքը մասնակցել է քաղաքապետի ընտրության քվեարկությանը, դրանից հետո մասնակցել է երթմնակալության քվեարկությանը, քանի որ մեր խմբակցությունը, այսինքն օրենքով պարտադիր քվորում պիտի ապահովեր, որ երթմնակալությունը տեղի ունենար, մերոնք քվեարկությունը ապահովել են, բայց բուն երթմնակալությանը չեն մասնակցել, այդ երկու պրոցեսների ժամանակ է Կարենը մասնակից է եղել։ Դրանից հետո, ինչքան հիշում եմ, ուրբաթ թե շաբաթ օրն էր, դրանից հետո երկուշաբթի օրը դիմումը առաջ է տրվել, երեքշաբթի օրը մենք էլի կապի մեջ ենք եղել, ամեն ինչ նորմալ է, չորեքշաբթի օրվանից Կարենի հետ կապ չեն կարողացել հաստատել։ Մոտ մեկ շաբաթ։ Կասկածներ առաջանալը ինքը եկել է դիմումի ընթացքում ասեցի արդեն, խոսել ենք ամեն ինչի մասին, մարդը սկզբունքորեն փորձել է, ինքը սկզբունքորեն չի եղել նման բան, մարդը դիմում է գրել ավագանու անդամությունից դուրս գալու համար, խնդրել է, համոզվել է, ինչպես է հիմնավորում նորմալ է եղել, ինչ որ արվել է, թիմով է արվել, թիմի հետ քննարկման արդյունքում է արվել, թիմով է որոշվել, չի եղել բացարձակապես տարաձայնություններ, դե բնականաբար որոշման հետ կապված բոլորդ եք գիտեք, մեզ համար ինքը դժվար որոշում էր, բարդ որոշում էր, բայց այնուամենայնիվ մենք այն ժամանակ, որ լրագրողները, այսպես ասեմ, ման էին գալիս Մարդուն Գրիգորյանին, ինչ է ասելու, դե ասա Մարդուն, ասա սպասում են, չգիտեմ ինչ, այդ ժամանակ Մարդուն Գրիգորյանը իր թիմագիստների հետ, իր հարազատների հետ, ընկերների հետ, բոլորի հետ տարբեր տեսակի, տարբեր հարցեր էր քննարկում, որպեսզի վերջում գար իր վերջնական որոշմանը։ Այդ ժամանակ իմ հայտարարության տեքստը նույնիսկ քննարկվել է առանձին թիմի հետ, բոլորով քննարկել ենք այդ տեքստը, որին մասնակից է եղել նաև Կարենը։ Բոլոր առումներով որ հետագայում այսպիսի էլի խնդիրների առաջ չեք կանգնի եւ ի վերջո այն մեծամասնությունը, որ ընդդիմադիր ուժերը ունեն այս պահին, կդառնա փոքրամասնություն։ Դե ժողովուրդ ջան, ինչ երաշխիքը տեսնում եք։ Դե թիմի հետ կապված հիմա ժողովուրդ ջան, տեսնում եք ինչ է կատարվում։ Այս պայթերությամբ այն ինչ որ մենք կարող ենք պահելու հետ կապված պահում ենք։ Այսօր տեսնում եք, որ մենք այստեղ խնդիր ենք տեսել եւ կռիվ ենք տալիս, այսինքն պայքարում ենք մեր մանդատը պահելու հետ կապված։ Ճիշտն ասած, ի սկզբանե, երբ որ ցուցակը ձևավորվել է, մենք բոլորի հետ հանդիպումները ունեցել ենք եւ մանրամասը քննարկել ենք եւ նաեւ քննարկվել է բոլոր հնարավոր սցենարները, որ կարող է լինել այս, կարող է լինել այն, կարող է այս հարցը առաջ գա, կարող է այն հարցը առաջ գա եւ այս պարագայում հենց մեկը Կարենը հավաստիացրել է, որ
ինքը խնդիր չունի, ինքը խնդրեմ չունի, ինքը նվիրված է, ինքը կանգնած է, մնալու է մինչև վերջ, բայց այդ մարդը մինչև վերջ մնացել է ընտրություններին մասնակցել է, քվեարկությանը մասնակցել է, դիմումը գրել դուրս է եկել։ Հիմա թե այդ մարդու հետ ինչ է կատարվում, խնդրեմն ինչումն է, այս մարդը ինչի է նմանատիպ քայլի գնացել, արդեն այստեղից կարելի է հասկանալ։ Ազգակցական որևէ կապ կա ձեզ հետ։ Ճիշտ ասած, հայրենիք կուսակցության ցուցակով, այսինքն դաշինքի պարագայում ինքը երկու կուսակցություններից մեկով ինքը այո, հայրենիքի կողմից է։ Պարոն Գրիգորյան, հմեկի բանավեճից հետո դուք հայտարարեցիք, որ դուք մի այնպիսի բան եք բացատրել, որ այսպես խախտել եք ՔՊԻ սցենարը, որով պետք է Վարդան Ղուկասյանով քաղաք վերցնեին, ասում եք, ես գիտեմ այս կալանավորումները ձեր տակալություններն ինչ համար է, որտեղ ես գիտեմ ինչ եք բացահայտել, ի վերջո ինչ չէիք բացահայտել։ Դե բացահայտել ենք ինչ որ բացահայտեցինք, այն ինչ որ Գյումրի քաղաքում տեղի ունեցավ, ես այդ մասին խոսել եմ, այդ մասին հստակ ասել եմ, որ ամբողջ քարոզարշավի ընթացքում ՔՊ-ն իր կուսակցական լրատվամիջոցներով փորձեց Գյումրիում շրջանառել, նույնիսկ ընտրությունների բուն օրը, դրա գիշերը թռուցիկներ ամբողջ քաղաքով մեկ տարածել, որ ընտրում եք SSS մարդկանց, ձայն եք տալիս Վարդան Ղուկասյանին, եւ դրանից հետո արդեն բնութագրում էին տարբեր ձևաչափերով բնութագրում էին Վարդան Ղուկասյանին, դրանով փորձում էին քվեներ տանել դեպի քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, որպեսզի մարդիկ մեծ քվե չտային։ Մեկը դա, մյուսը քաղաքացիական պայմանագիրը հույսը տրել էր Գյումրի քաղաքում անձնական թշնամությունները խորացնելու վրա, անձնական թշնամության ֆոնի վրա, որ Վարդան Ղուկասյանը, քանի որ հայտարարել էր պատրաստ եմ ձայն տալու ինձնից ավել ձայն հավաքածին, եւ ես սկզբունքորեն չէի հայտարարել այդ մասին, իրանք ամեն ինչ անում էին, որ Վարդան Ղուկասյանը կարողանար ավելի շատ ձայն հավաքել, հույս ունենալով, որ Մարդուն Գրիգորյանը անձնական թեմաներով պայմանավորված, այսպես թե այնպես ձայն չի դույտալու Վարդան Ղուկասյանը դառնա քաղաքապետ, որի արդյունքում կհագասեր իր այն մյուս ասածին, որ ՔՊ-ն Գյումրիում իշխանություն չի ունենալու, եւ մենք գտնելու ենք ձևը, մի բան անելու ենք, որ ՔՊ-ն Գյումրիում իշխանություն չունենա։ Նրանք այդ առումով հասան որոշակի հաջողության, արդյունքում 2000-ի տարբերությունն էր իմ եւ Վարդան Ղուկասյանի տարբերությունը, որից հետո արդեն ընդդիմադիրները, լրատվամիջոցները, ժողովուրդը, բոլորը մի մարդու պես, այսպես ասեմ, պահանջում էին, որ Մարդուն տուր հնարավորություն հավաքական ընդդիմության հաղթանակը չմխսեք, այդ հաղթանակը պիտի գա Երևան, այդ հաղթանակը քաղաքային ընտրությունները դարձվեց համապետական ընտրություն, այդ ձևի ալիք բարձրացրեցին, բայց ոնց որ թե մենք մեր քայլերը արեցինք, բայց այդ հաղթանակի ալիքը ինչպես տեսնում ենք, հələ Երևան չի եկել, ու այդ մարդիկ, ովքեր որ պահանջում էին, որ չմխսեք ընդդիմադիրների հաղթանակը, ես իմ դիմումով, երբ որ դիմել եմ մեր գյումրեցիներին, ժողովրդին, ես ներկայացրել եմ մանրամասն, թե ինչով էր այս ամեն ինչը պայմանավորված։ Հիմա ձեր միջև լարվածություն կա, թե այն ամենին որոշակի թույլատրել է։ Ուրեմն մեր անձնական խնդիրները, անձնական հարցերը մնում են մեր անձնականը, ինչպես գիտեք, այսքան տարիների ընթացքում մենք բացարձակապես մեր անձնական հարցերը առաջ չենք քաշել եւ չենք քաշելու, սա քաղաքի, սա պետության, պետականության խնդիր է, հարց է եւ անձնական հարցերով առաջնորդվելը այս բայի դրությամբ սխալ է։ Ով ինչ հարց ունի, ով ինչ անձնական հարցեր ունի, անձնական հարցերը բարձելու, լուծելու, ճշտելու, չգիտեմ ինչ անելու տեղ կա, ժամանակ կա եւ դա կապ չունի քաղաքականության հետ։ Սա կոնկրետ քաղաքականություն է, սա քաղաքական քայլ է եւ մենք 9 ուժերից 8-ը ընդդիմադիր էին ներկայանում եւ 8-ս էլ ի սկզբանե ես առաջի անգամ որ հենց այստեղ այս նույն սրահում հարցազրույց եմ տվել, առաջի օրվանից ասել եմ, որ
ԿՊ-ին միանալ չի լինելու, ԿՊ-ի հետ համագործակցություն չի լինելու, եւ ես պահել եմ իմ խոսքը։ Իսկ ինչ վերաբերվում է լավ քաղաքապետ է, թե վատ քաղաքապետ է, այս պայթորությամբ գնահատական տալ իմաստ չունի, քանի որ հիմա 2025 թիվն ենք, 2011-12 թիվը չենք, 25 թիվն ենք, եւ այս պայթորությամբ Վարդան Ղուկասյանի քաղաքապետ լինելուն գնահատական տալը շուտ է, բայց պիտի ասեմ եւ գյումրեցիներին հատկապես, որ Գյումրի քաղաքում Վարդան Ղուկասյանը միանձնյա քաղաքապետ չէ, միանձնյա իշխանություն չէ, Վարդան Ղուկասյանը 4 քաղաքական ուժերի աջակցությամբ, այսինքն 3 եւ իր ուժը 3 ուժերի աջակցությամբ դարձած քաղաքապետ է, որը պատասխանատու է թե գյումրեցիների առաջ, թե նաեւ այս ուժերի առաջ եւ գյումրեցիներին կուզենամ ուղիղ ասել, որ սիրելի գյումրեցիներ, բացարձակապես անհանգստանալու խնդիր չկա։ Բոլորը տեսել են, որ մեր խմբակցությունից էր կախված այդ ամեն ինչը։ Հասկանալի է, որ մենք ի սկզբանե ասում էինք, քաղաքացիական պայմանագիրը Գյումրիում իշխանություն չպիտի լինի ու կախված էր այդ ամեն ինչը մեզանից, մենք մերը պահել ենք։ Այստեղ կար տարբերակ ոչ Վարդան Ղուկասյանի քաղաքապետ լինելու տարբերակը, որի մասին ես բարձրաձայնել էի իմ հայտարարության մեջ, որ մենք կարող ենք դիտարկել Կարեն Սիմոնյանի կամ Ռուբեն Մխիթարյանի թեկնածությունը, որոնք քիչ խոցելի թեկնածուներ էին եւ կարելի էր ավելի համախմբված, ավելի կազմակերպված Գյումրի քաղաքում այնպես անենք, որ այդ լարվածություններն չլիներ ու հետագա լարվածությունները չլիներ, որի համար ես պատրաստ էի քննարկման, նաև մենք որոշակի չափով քննարկում ձեռնարկել ենք հենց ընտրությունների գիշերը։ Տարբեր քաղաքական ուժերի հետ հանդիպումներ, խոսել ենք այդ մասին եւ քննարկել ենք ոչ թե իմ քաղաքապետ դառնալու հարցներ այդտեղ առաջ քաշվում, այլ այն մարդու իսկ ով էր ասել, որ ավելի շատ ձեն հավաքել էր Վարդան Ղուկասյանը, որը հնարավորություն չուներ քաղաքապետ դառնալու մեծ հաշվով ու հենց իրան պիտի միանայինք օրինակի համար։ Ես դա էի առաջ տանում, որ բերեք այնպիսի ընտրություն անենք, որ վաղը մյուսօր քաղաքը չտուժի։ Բայց քանի որ մյուս տեխնազուները արդեն մեկը ավելի շուտ, մեկը մի քիչ ավելի ուշ, իրանք հայտարարեցին, որ միանալու են Վարդան Ղուկասյանին քվեարկելու են Վարդան Ղուկասյանի օգտին, այդ պայթորությամբ արդեն որոշակի չափով հնարավորություն չկար, որպեսզի այս թեզը առաջ տանենք, բայց այդ ընթացքում նաև փորձել եմ էլի հնարավորինս այդ թեզը առաջ տանել եւ հասկանանք այդ իրավիճակը, այդ մասին ես խոսել եմ Սրբազանի հետ եւ այդ տարբերակը Միքայել Սրբազանի հետ եւ այդ տարբերակի շուրջ մենք խոսել ենք Սրբազանի հետ եւ արդյունքում տեսնելով, որ մեծ հաշվով տարբերակ չկա ու ինքը գնալու է կամ արդայեղտ ընտրությունների, որը նույնն է թե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը վերցնելու է Գյումրի քաղաքում իշխանությունը, ինչ պիտի անել երկրորդ չէ, եթե ես տեսեք, տեսեք, հիմա եթե ասում էին, թե ինչ էին ինձանից պահանջում, մի կողմը ասում էր քվեարկի, մյուս կողմը ասում էր չքվեարկի, ճիշտ է, ձայն չտաս։ Այս պահի դրությամբ, եթե քաղաքապետը, մենք քաղաքապետ ենք ընտրում, ինչ ենք անելու ժողովուրդ ջան, Մարտուն Գրիգորյանը կամ մասնակցում էր տեղում ընտրությունների քվեարկությանը, այդ ժամանակ քվորում չէր ապահովում, առաջի փուլում չէր լինի բացարձակ մեծամասնություն, երկրորդ փուլում պարզ մեծամասնություն քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ավել ձայն էր տանում, այսինքն այս պայթորությամբ դա բրավալ էր գնալու։ Մյուս քայլը ինչ էր լինելու, ես բոյկոտում էի այդ ընտրությունները, քվորում չէր լինելու, արդյունքում գնալու էր արդայեղտ ընտրությունների գնալու պարագայում դուք այդ ընտրությունների ընթացքում տեսակ ինչ վարչական ռեսուրս կիրառվեց, ինչ հսկայական միջոցներ ու մեթոդներ կիրառվեց, որի արդյունքում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կարողացավ հավաքել այդքան ձայն։ Նոր ընտրությունների պարագայում հասկանալի է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ունենալու էր ավելին, իրենց հաշվարկները
իրենց տեխնազունը ասեց, որ մեր հաշվարկներով 35,000 պիտի մասնակցեր, մենք 17,000 ունենք, 17,000-ով մենք 50 պլյուս էինք լինելու, լավ չէին հաշվարկել, այդ հաշվարկը 35,000-ի պարագային էին իրանք հաշվարկել։ Եթե արտահերթ ընտրություն լիներ, արտահերթ ընտրությունների ժամանակ ավելի լավ կհաշվարկեին, 17-ի տեղը կլիներ 20 քանի հազար եւ 50 պլյուսը կապահովեին։ Այնպես որ դե եղել է այն, ինչ որ եղել է։ Վարչական ռեսուրս, իսկ մնացածի մասին բազմիցս խոսվել է։